Ցողում տվեցին ձեր 004 շրջապերականին եւ ասեցին, որ դրանով դուք պատերազմ եք ուզում, իսկ իրենք խաղաղության կողմնակից են։ Հայաստանում պատերազմ թե խաղաղություն բանավեճ չկա, որովհետեւ երկրորդ կողմ այդ բանավեճի գոյություն չունի, չկա ուժ, որ ասում է պատերազմ, եւ եթե Հայաստանում կա մի ղեկավար, որի օրոք պատերազմը չի եղել, դա եղել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը եւ Դաշնակցությունը այդ ժամանակ նաեւ իշխանության։ Հիմա ես չգիտեմ ոնց կարող է մի ուժ, որի օրոք ամենաշատ հարձակումները եւ պատերազմներն են եղել Հայաստանի վրա, խոսել խաղաղությունից ու իրենց հորինած փաստաթղթին հղում անելով ինչ որ բան ապացուցել, բայց գիտեք, այս բանը նարատիվը, եթե մենք չլինենք, ինչ էր ասում Գևորգ Պապայանը, արհեստական բանականություն չլինի, իսկ երեխաները կժպտան, եթե ԿՊ-ն չլինի, իսկ արև կծակի, եթե ԿՊ-ն չլինի, հաց ու ջուր կլինի աշխարհի վրա, եթե ԿՊ-ն չլինի, թե ամբողջը տանելու են իրancs հետ։ ԿՊ-ից առաջ կյանք չկա, որ ԿՊ-ից հետո չլինի։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանով կյանքը ոչ սկսվում է, ոչ ավարտվում է։ Ես գիտեմ, որ Գևորգ Պապայանի համար գուցե այդպես է ԿՊ-ականների, բայց կներեք, Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա։ Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա, արև կա, խաղաղություն կա եւ 004 շրջապերականի մասին էլ չգիտեմ որքան բանանենք, այն շրջապերականը, որոնք իրենք հղում են անում, գոյություն չունի, այն շրջապերական այն բովանդակություն, որին հղում են անում, դա ներքին շրջանառության փաստաթղթ է, Ռուբեն Ուբինյանին մենք հրավիրել ենք տեսնել, չգիտեմ Զադիրշկան ինչի որ չգիտեմ իսկ ներքին կուսակցության որևէ ներքին շրջանառության փաստաթուղթ հրապարակելուց առաջ, եկեք ես համաձայն եմ, Նիկոլ Փաշինյանը իր ԲԴԽ նախագահին գրած SMS-ը եւ Սահմանադրական մարմնի անդամներին գրած SMS-ները հրապարակի եւ WhatsApp-ի նամակները, մենք մեր շրջաբերականները